Բարև ձեզ, հայր ջան։ Մագդա Գոմցյան էջս ջարդեցին Facebook-ի, շատ հնարավոր է, որ երեկվա լայվի համար Պոստանջանի Մադլեն Օլբրայթի բանի ցանցի մասին, որ խոսացի, շատ հնարավոր է, որ հենց այդ ինֆորմացիայի համար։ Ուրեմն սկզբից պատասխանեմ բոզերին, ժողովուրդ ջան, հետո անցնեմ մեր հայերի բացատրեմ ինչա կատարվում հայեր ջան։ Քանի որ այս 8 տարվա մեջ ինչ ուզում եք փորձել են, գլխի սարքեն, որ բերանս փակ է։ Բիզնեսս էլ են ծերից արել, մտածին կգնամ, կխնդրեմ, կասեմ բերանդ փակ է, այդ հնարավորություն իրանց չտրվեց։ 2 տարի, 3 տարի անց մարդ ուղարկեցին, եղածը կտանք բերանը թող փակի, այդ հնարավորությունն էլ իրանց չտրվեց։ Հազար ու մի բան են փորձել էլ, գժանոց էլ, չգիտեմ ինչ, ժողովուրդ ջան, չի ստացվել։ Հերս ասում էր չոր քակը մարդու փեշին չկպնի աղջիկս։ Քանի որ վրես կամպրամատ չկա, ժողովուրդ ջան, իրանք ինձ խեղճացնել չեն կարողանում, փորձում են բաներ հորինել, չի ստացվում, անգամ տարածեցին, որ Բաքվում երեխա եմ ունեցել, թողել եմ Բաքվում, իբր թե այդ լամուկին, այսինքն սպատ տեքստը իբր թե թուրքից եմ յանիմ երեխա ունեցել, եկել եմ ստեղ պետությանը իբր թե խապել եմ, երեխու փող եմ իբր թե ստացել պետությունից, պետություն հիմա իմացավ, իմ եղածը, իմ գույկը, իմ ամեն ինչ, իմ բիզնեսը ձեռից յանիմ դրա համար է տարել, տարածեցին, որ իրանց բաները պարտկեն, տարածեցին, որ մանեմ է, երեխա եմ ունեցել, երեխուն սպանել եմ իբր թե, նստել եմ բերդնել եմ, ելել եմ ինձի պատրիոտի տեղ եմ դրել, ինչ ուզում եք փորձեցին տարածել ասողները, հիմա սլեդստվի տակ են, տարածողները ոտեր իրանց են, Արաքսիա Սարգսյան կա, ես էդի առանցին տարածելու եմ ժողովուրդ ջան, Արաքսիա Սարգսյան գոյություն ունի, փդած ոտերը դիամետրով երևի մի կես մետր, գիտեք ինչ չափսի է, հայ հաշվին ձղտկվել են դարմայետները, ոտերն է նկարում դնում, գրում է, որ փող է հավաքում, որ բուժվի, 6 հատ լայք են ընդհանրեն դրել, սատանիստական թիվը, արդեն ակցիաների չի կարողանա գնալ, այո, բա դուք գիտեք, թե Մագդայի մեղքի տակ մտնելը ձեր համար պրազնիկ էր, ոտերը ծել կփտեն, որը ծել կմտնեն, կներեք ժողովուրդ ջան, բա դուք գիտեք, թե հայ ազգի մեղքի տակ մտնելը, գիտեք, թե պիտի մարսեք, էջերը ջնջել են, Անահիտ Ստիպանյանն ու Փեսեն մեռան, հայերի դռները ատակա անել, խնդրել, սկզբից բան են անում, այդ առանցին լայվով կխոսամ, սկզբից մի հատ սենց էլի, եթե չջնջեք, տեսեք ինչ եք անում, ոտերից վրով կանցնենք, հետո գալիս են վնգզդում են, հետո ընդամեն մի նախադասություն եմ ասում, ելնում են փախնում են, այո, այսքանի օրվա բաներ եմ պատմում ժողովուրդ ջան, հիմա գոյություն ունի նաև տեխնոլոգիա, շուտվանից են էդի փորձում կիրառել, որին վրա էլի չի ազդում, Facebook-ում ռիսկ չեն անում մտնելի մեջ, բացարձակ, YouTube-ը նոր է ժողովուրդ ջան, ուրեմն խոսածողի բերանը փակելու համար, որ մարդիկ իրան լուրջ չվերաբերվեն, սկսում են ձեռ առնել,
կոմպլեքսներ առաջացնել, ներկայացնել, որ կեղդոտ փնտի է, չլվացված է, չսանրված է, չգիտեմ ինչ եմ ես, հա, հիմա ես կսանրվեմ, որ չմտնեն գրեմ, որ գնա սանրվի գոյնեմ, այ հայվան անասուննի ծնունդներ ծրետելի բոզեր, թուրկա ջվուտներ, Էդ եթե հայը ֆենը չարտադրեր, չստեղծեր, Էդ էրատոն, որ ձեզ հաշիվների վրա փող չփոխանցեր, որ դուք գնաք ձեր մազերը ֆենեք, գակցեք ստկարտակ, Նիկոլի փորը փաթաթվեք պաչեք, կլարացետ կիննել փորից ներքև պաչեք, հագենակ վերջերը, վերջապես ոնց որ Նիկոլը ոստիկան էին սպանը հագեցել էր սիրտը, էտենց էլ դուք երազանքը ծա կատարվում, գնում եք Նիկոլի փդած փորը փաթաթվում եք, փորի տագի կլարացետքին պաչում եք, ֆենված սենց ելնում եք, իբր թե կիրտ գրակետ, հայ կանայք եք, այ համբալ ցիրիտելիի տրյապք եք, հայը որ ֆենը չստեղծեր, այսինքն առանց ֆենի մարդը սանրված, չի, այ համբալներ, նայեք, ոչ բարիկը, նայեք, պարիկները քաշում եք ձեր ջանին, բոտեքսներն անում եք քյավտար հալից, գնում եք կայնում եք, որ կլիենտ կպցնեք, սաղ բնական, ասու տված, ով ասե, որ ասու տված, որ մարդը պիտի հասնի Էննե հասակի, որ իրա մոտ մազերը սկսեն սպիտակնալ, դա խայդարգություն է, որ ես պիտի ամանչեմ, ինձ գրում են գոյնե մազերը ներգի, Իսոս Քրիստոս, կուզեմ կներգեմ, կուզեմ չեմ ներգի, ինչի է սպիտակ մազ ամոտ դարձել, այ համբալներ, ես էլ սանրվեմ, նայեք, որ ձեզի չկոտորեք գրեք, բնական, սիրում, գեղեցիկ, մազերս, տեսնեմ ես անգամ ինչ եք գրելու, գրում են, սանրվա, նայեք, լիքը մազ, նայեք, խիտ, գեղեցիկ, բնական ալիքներով, ոչ ֆենված, ոչ բիգուձիկ փաթաթված, ոչ մի բան, ոչ բոտեքս արած, ոչ ունկա քանդված, քիտս արծիվի, իսկական հայի սենց քիտա, բերանս էլ մենձա, որ լավ ձեր մամաները լացացնեմ, հանգաճներս մենձ են, որ ամեն ինչ լավ լսեմ, բանի հեկյատի միջի, կրասնի շապочки միջի, почему у тебя такие большой рот, почему у тебя такие большие уши, чтобы я все, мои локаторы все видели, все анализировали и вас выводила на чистую воду, паршивых. Հասկացաք, հիմա տեսնեմ էլ ինչ եք գրելու. Չգիտես ինչի, պիտի ես ամանչեմ, որ մազերը սպիտակ են, ամանչեք դուք, որ մազերը սպիտակ դեր հլը բոզեք, ամանչեք դուք, որ մազերը սպիտակացելա գնում եք ֆենում եք, ասելու բան չունեք, ամանչեք դուք, որ իզուր եք ծնվել, որ ծնվել եք ընդամենը ձեր իրեկը ծագը ծախեք, այո, Էդևը ծախում եք, դեմը ծախում եք, վերևը ծախում եք, սաղ ծագերը ծախում եք, դուք գիտեք, թե ծագերը ծնվել եք այդ ծագերով, որ այդ ծագերը ծախեք ու ապրեք, ձեր Նիկոլն ասե պաստորեն, եթե կինը երեխա պայելու համար, մարմինն է վաճառում, ինքը սուրբ Իսոս Քրիստոս, հիմա, երեխեն էլ բերում են ստրախավոյ պոլուս, Էդ որ ասել են ժողովուրդ ջան, գոյնե մի երեխա բեր ծերանս ջուր տվող ըլնի, հայերը միշտ 5, 6, 7, 10 երեխա են բերել, խնդիր չի ունեցել ծերանա ջուր տվող ըլնի, բոզերին տուն չեն տարե, երեխա են բերել, որ մարմինը ծերանա, մազերը սպիտականա, կլիենտ չունենա, ծագերը չկարողանա ծախի, Էդ երեխուն դնի գործի մեջ, իրան երեխու ծագերը ծախի, որ իրան ջուր
ջուր խմող, ջուր տվող ըլնի, ջուրի փող աշխատի, իրան ծագերով, իրան երեխուն արդեն դնում գործի մեջ, իրան երեխու ծագերը ծախելով, ջրի փողը աշխատում, որ այդ ջուրը իրան տան, ջուրը խմի, քյավտարը մենակ չսատկի տան մեջ փդի մնա, էս եք դուք, սյո սաներվա, տեսնեմ հիմա ինչ եք գրելու, ժողովուրդան անցանք մեր գործի, ինձ գրում են, որ սխալ ես խաչակ ընկվում, Իսոս Քրիստոս, տատս 7 պոր տերդերի թորա ժողովուրդ ջան, ինչ ենք մենք արել փոքրուց լսել ենք Իսուսի, Քրիստոսի, խաչելության, խաչվել, խաչել, ոնց էս ամեն ինչը, լսում եք ժողովուրդ ջան, ինչ կան, Սլևը նապրավը, էս քննությունն էլ տվեցի, որ Մագդան սանրվեմա, ճիշտ խաչակ ընկվում, ինչի ես հայերեն տարերով չեմ գրում, ունեմ ռուսերեն կրթություն, այդ բանն էլ փագենք, որ ինձ ասում են հայերեն գրել չգիտես, այս աղ թուրքերովից, նեգրներովից արդեն հայերից գրակետ եք գրում, խո հայ չդարձակ, համբալներ, նույն կարակոյուններն եք, նույն պոճավորներն եք, այո ժողովուրդ փաստեր եմ ասում, նույն պոճավորներն եք, նույն կարակոյուններն եք, նույն էշի հայացքով, նույն էշի տեսքով, էս էլ անցանք, էլ ինչ եմ ես սխալանում, գիտեմ կհիշեմ կասեմ, ինչ են ինձ մեղադրանքներ ներկայացնում, որտեղից ես այս ամեն ինչը գիտեմ, ժողովուրդ, ես չգիտեմ դուք ինչով եք զբաղվում, ես չեմ հետաքրքրվել ով ում հետնա քնում, հարևանի տուն ինչ մտավ, ինչ տարան, ինչ բերեցին, ով ինչքան փող աշխատում, մեր տան մեջ նման խոսակցություններ չի եղել ժողովուրդ ջան, փոքրուց տատս պատմելա հեքիաթներ, հիմա այսի գծում եք երեխեքների դեմ, որ զայլետ չտանի, երեխեքներից սարկում եք խելքի ինվալիդ, այսի չի եղել, մեր տատերը մեզ հեքիաթներ են պատմել, չարն ու բարի ու կռվի մասին են հեքիաթներ պատմել, մենք գիտենք, որ բարին հաղթելու է վերջում չարին, այդ հեքիաթների մեջ լիքը կյանքի օրինակներ ա եղել, ապրելու օրինակներ ա եղել, մենք չենք նստել կամպյուտերով խաղանք, մենք խաղացել ենք, շփվել ենք, մանկությունից արդեն սովորել ենք բնական ապրել, եթե հարվածել են, պիտի հարվածես, եթե չես ուզում հարվածեն, ուրեմն հենց պիտի ելնես, որ ռիսկ չանեն հարվածեն, մանկությունից շփվել ենք, խաղացել ենք երեխեքներով, կյանք ենք սովորել, հիմա մարդուն փագում են այս կառոպկի մեջ, գնում են դպրոցն ասում են նիլզյա, նիչիվո նիլզյա, հետո ասում են գնա հոգեբանի մոտ, եթե խնդիր ես ունենում, մեկն էլ հոգեբանին բուժեր, որովհետև ինքն էլ նույն ձևի ա մենծացել, փոքրուց մեզ հեքիաթները պատմելուց, տատս անցել ա իրան երիտասարդ դժոխք տարիներն ա հիշել, պատմել ա եղեռնու մասին, այո, քնելուց առաջ, մեզ չեն ասել, վայ երեխա ենք, անգելոչիկների ռոզովի շորերի մասին պրինցեսային բան անենք, սովորական երեխա, մեզ հատուկ չեն դաստիարակել, մենք ինչ տեսել ենք մենձերից, գուբկի նման քաշել ենք մեր մեջը, հեքիաթները անցել են եղեռնու մասին պատմություններով, այո, մարդիկ պիտի իմանան իրանց մենձերը ինչով են անցել, դա էլ ա դաս ժողովուրդ ջան, միանից կռվում ենք դպրոցից հանում են հայոց պատմություն, ինչ որ մեկի ընտանիքի մեջ հիմա պատմել են ընդհանրապես,
ինչերի միջով անցել են մեր մենձերը։ Պատմում եք, թե նստած եք սիրիալ եք նայում, ժողովուրդ։ Իհարկե չեք պատմում։ Մեր մենձերը պատմել են։ Դրա համար այս խնդիրն ունենք։ Դրա համար թուրքը սուտ է խոսում։ Նայում եմ, մի քանի հոգի հայ են պատասխանում։ Այսինքն ճանճի նման լցվում են սպայկով, գործ են անում, 2-3 հոգի հայ են պատասխանում, քաշվում են միան։ Հեքիաթները անցել են Եղեռն ու պատմությունն էլ անցել է Քրիստոսի խաչելույթյան մասին, էս ամեն ինչ, ժողովուրդ։ 13 տարեկանից Սամվել գիրքն անգե ձեռս, հորս գրադարանին, որ ռուսերեն է եղել, կարտացել եմ, դրանից հետո ռուսերեն լեզվով, ինչ կան Պապիի հորս գրադարանի մեջ հայոց պատմության գիրք ա եղել, կարտացել եմ, հետաքրքրվել եմ, հետո անցել եմ ավելի լուրջ բաների, ոչ թե խուդոժեստվենե լիտերատուրա, այլ ավելի լուրջ բաների, եղավ Սումգայիթ, ես արդեն դարձա ոչ թե իմ տատուս պատմածի լսողը, այլ ես եղա տեսնողը, ես եղա ականատեսը, ես եղա այդ իրադարձությունների մի մասնիկ, այո 23 տարեկան է, չպատկերացրին, որ Բաքվից եկած 23 տարեկան աղջիկ, 13 տարեկանից արդեն կարտացած կլինի հայոց պատմությունն ու մենձացել է հայոց Եղեռնու պատմության մասին, Անդրանիկի պարտրետը, երբ որ Հայաստանում Անդրանիկի անունը վախենում են հնչեցնել, տատուս զալի մեջտեղը կախած էր, թուրք հարևանը ասում էր պրոֆեսորը, ճոտ լույսի գիտեն ով ա, ու զարմանում են տատուս, համարձակության վրա, ճոտ լույսը, էտը չէի պարտրետ, ասում էր Անդրանիկի պարտրետն ա, Անդրանիկի նկարն ա, քերիսը հարցեր կա, ով կարար իրան արկելել, քերու նկարը կախել, քերն չէր ժողովուրդ ջան, բայց փրկիչներ, երբ որ եկա Հայաստան, 90-ականներ թվերն էր, նստած են տղեկը հարց էին ուտում, Հայաստանից, խնամիներս, սկսեցին հարց տալ իրար, թե Անդրանիկի ձիը ինչ գույնի ա եղել, տարբեր գույնի ասեցին, հանգիստ ասե Անդրանիկի ձիը սպիտակ գույնի ձի ա եղել, զարմացան ասեցին, դու ինչ գիտես Բաքվից եկել ես, փոքրուց լսել եմ, Անդրանիկ սպիտակ ձիով զորքով մտավ մեր գեղ, ժողովուրդին փրկեց, Այդտեղից գիտեմ, ժողովուրդ ջան, հետաքրքրվել եմ, այդտեղից սաղ գիտեմ, գործից հետո երբ որ հոգնել եմ, չեմ նստե սիրիալներ նայել, մտել եմ հետաքրքիր թեմատիկաներով, բաներ եմ լսե նայել, ոնց են գույնավոր հեղափոխություններ անում, ոնց են ժողովուրդին թույնում սնունդի միջոցով, սաղ պոլիտտեխնոլոգիաների մասին, ինչ են անում, մնացածներ քու ուղեղը պիտի ռասկլատնանի, թե բոլորդ ինչ ա կատարվում, այո, քաղաքականությունով չեմ զբաղվել, թուրքը դրեց ոտը Գյումրիից Երևան, Աջապանյանն ընդեղից բան արեց, օրհնեց ուղարկեց, քուրդը, մի հատ էլ շնորհակալություն հայտնեց Գյումրվա հրապարակից, որ Նիկոլ Մենագով հեղափոխություն կատարեց, վայ, Նիկոլը 7 գլխանի ա, այդ օրվանից ժողովուրդ ջան, ոնց որ Բաքվում ենք Սումգայիթի լուրը լսեցինք, զգացի, որ մենք գերի ենք ընկել հայությունով, նույն վիճակը ստեղծվեց իմ մոտ, երբ որ սրանք ոտը դրեցին Երևան, այդ օրվանից կռիվ եմ տալիս, քաղաքականությունով չեմ զբաղվել, ես էլ ձեր նման հավատացել եմ, եթե Քոչարյանի Մանվելին բռնեցին, ուրեմն Նժդեն ու Անդրանիկն են, Մանվելին սպանեցին, Քոչարյան մինչև հիմա, Նիկոլնեն են ձեր բռնում, 4 միլիարդը Վանեցյանը բռնել էր արդեն փաստացի,
Քոչարյանի ընտանիքը գնացել են Վանիցյանի տղու, հարսանիք տժժում էին իրար հետ։ Վերջերս ասում է արցախցիքն չեն սաղ, չեն սպանվել, չեն զոյվել, չեն վիրավորվել։ 8 տարի դատում էր իբր թե։ 8 տարի իբր թե դատում էր։ Սաշիկի 50 նա 50 հիշում եք, Սաշիկի գլուխը տվին կապոտին, ձերքերը սենց կապեցին, բա ինչ եղավ այդ 50 նա 50։ Էրատոյի տրուսիկը կախեցիր կամերաների վրա, թուրք թլպատված Նիկոլ Փաշաև, ասեցիր սրանից հետո Հայաստանի քաղաքացին շտրաֆի մատիրիալ չի, հիմա ասում է Հայաստան գոյություն չի ունեցե, իրանց տաբրներն, իրանց կիբիտկեքն աստեղ եղե, 1001 պետություններ ա եղե, մենք վաբշե որդեղից ենք ստեղ առաջացե, խանկարում ենք իրանց ապրել, այտենց Հայաստանի Հանրապետություն ունի ղեկավար, ասել Շուշին դժգոյ քաղաք ա, տեսել եք ինչ ա կատարվում Շուշիում, Համբալ, Շուշին առանց հայերին ա դժգոյ քաղաք դարձե, ջրեղեղն էլելա Շուշիով, Ստիպանակերտով գնում ա ջուրը, բանկրակետ են, թունելներ են փորում, մոստեր են սարկում, հաշվի չառնելով, որ ռիլիև գոյություն ունի, բնական բաներ իրավունք չունեն, քար ու քանդ անեն, դրել են քանդելով գնում են ջրեղեղները, սա խելել են Շուշին դժգոյա դարձել առանց հայերի, թլպատված քոչվոր, ուզում ես ասել, որ քո պաբերես հողերի վրով անցել են Սուրումով, Սուրումը դուք եք Սուրումը, ուր սատկել եք, էտեղ թաղել եք, մուրդրել եք գերեզմանի վրա, դալշի եք գնացե, ուր բրնել եք էշին արել եք, դալշի եք գնացե, ոչխար եք բրնել, ոչխար եք արել, ես չես, համբալ, ձեզի պետություն ստեղծեցիք մարդկանց առնան ու հողերի վրա, 100 տարի աստվածը ձեզ ժամանակ տվեց, դուք մարդ դառնաք, դուք էվալյուցիայի չենտարկվեցիք, դուք նույն Ռամիլ Սաֆարովներն եք, գող մտնեք, խեղճ ու կրակ, ընդհանուր պետություն ա սովետական, ոչխարա թող արածացվեն, տառականի նման դուք արածացվակ հայոց հողերի վրա, Հելելես հիմա ասում ես, այս սարը իմնա, այս ծառը իմնա, ծառում մի փճակում մի բուն, համբալ, էդ մտածում ես, որ հայերը սովրծրին Բաքվում, ձեր թուրկերին, պպզատ չշռեն, տղամարդ են, կայնած շռեն, դուք գիտեք, թե Աբիզյանի նման կայնակ էդևից ոտերի վրա մարդ դարձակ, դուք էվալյուցիայի ենտագա չեք, Հիմա ժողովուրդ ջան, ես էլ ձեր նման, ինձ կրում են որտեղից գիտես, ժողովուրդ ջան, ով ես դու, ում վրա ես աշխատում, ես հարցին էլ պատասխանեմ, սանրվել եմ այսօր, ես հայ եմ ժողովուրդ, ես հայոց ասու զինվորն եմ, Աստվածն ինձ ուղարկեց, ես իմ միամիտ սրտով գնում էի, հերոս էի փրկում, ես իմ միամիտ սրտով գնացի, սաղ տեսա, սաղ հասկացա, ելել եմ զանգերը հողանջում եմ, զանգերը 8 տարի, ժողովուրդ մեզ խապել են, ժողովուրդ մեզ խապում են, ժողովուրդ մեզ խապել են, ելեք կայնենք մեզի տեր, հասկացաք Մագդանովա, ասում եք ես որտեղից ինչ եմ, 1828 թվին իմ պաբերը մուշում չուլի գեղ, երկար ջարդ տալուց հետո, հիմա եմ հասկանում, միշտ հարց էի տալիս, որ այդքան կռիվ են տվե վերջում ինչ եմ փախե,
գեներալ Պասկևիչ, եթե Ռուսաստանի զորքի գեներալ ա եղել, հիմա ենք հասկանում, որ Պյոտր Պերվին եղել ա փոխած, գեներալ Պասկևիչ եղել ա եվրեյ, Պյոտր Պերվին բարեկամ, հայերին ըստ երևույթի խաբել ա, թե ավելի մեծ զորք ա գալիս թուրքերին։ Մարդիկ տեսել են, էլ ուժը չի պատում, երկար բարակ չպատմեմ, ինչ էր իմ պապերն ինչ են արել, գալիս են Ջավախքի տարածքում, հիմնում են Հեշտյա գյուղ։ Ինչի Հեշտյա, որովհետև առանց կոտորվելու ժողովրդին մենձերը տեղափոխել են, գեներալ Պասկևիչի զորքը պահել են իրանց հացով ջրով, որ ժողովրդին սապրավաժդենի բերեն, որ ժողովուրդը ճամպեն թուրքերը չկոտորեն։ Հիմա եմ հասկանում, ոնց որ հիմա են խաբում, նույն մեթոդով են գործում, ժողովուրդ ջան։ Վախը ներշնչում են, որ ավելի մեծ բանն ա գալիս, են որ գրում են Ադրբեջան 50,000 զորք դրեց, Թուրքիան 50,000 զորք դրեց, Իրանը 40,000 զորք դրեց, հայերին տպավորություն են ստեղծում, որ մենց կռիվ ա գնալու, չոբաններ ստեղից պաչիկներ ա ուղարկում, իբր թե մենք վախենում ենք, որ մեզ չսպանեն։ Այս խաղն ա գնում։ Եկել են Ջավախքում Հեշտյա գյուղ են հիմնել, 1930 թվին իմ մորական պապը բոլշևիկներից փախել են, որ չսպանեն իրան օրողբոր հետ սետրագին։ Մերս եղել ա 6 ամսական, 4 երեխա, 2 աղբերն էլ փոքր վերցնում ա հետը, գալիս են հասնում են Բաքու, հիմա եմ հասկանում, որ են վաղտել խալերատիվ բան են գծում, ռեպրեսիաներին ենթարկում են հայերին, որովհետև հայերին երբ որ մորտում են 1918 թվին նավթի հանկերը հայկական իրանցով են անում, աշխատող չեն ունեցել, նավթի հանկերը ըստ երևույթի կայնել են, հայերին Արցախի բանեն են անում, որ փախնեն Բաքու պրամշլինի գորդ, որ աշխատեն, որ նավթի հանկերը կարողանան աշխատացնեն։ Գնացին, խաղաղություն ա, պրոպագանդանում, սովետական արդեն, որ բոլոր ազգերը իրար հետ, ուրախ, զվարթ, ով ուզում հետն ուզում ա, որ ազգի հետ ուզում ա, սիրահարվեք, ամուսնացեք, ընդամենը 58 տարի հետո, իմ պապու երեխեքներին ու թորներին կյանքը վտանգի տակ ա ընկնում։ Սումգայի տարեցին Բաքուն հերթի մեջ էր։ Եթե բոլորան չգծեինք այնտեղ, եթե հայերին չդասավորվեր Աստծուց գեներալ Լեբիդի հանդիպումից հետո, գեներալ Լեբիդ կազմակերպեց, տեսավ, որ մենք հայ ենք, թուրքերի նման չենք, ժողովուրդ ենք, մարդ ենք, երևի դրանց հետ շփվելով մտածել ա հայերն էլ նույն են, տալիս են վայնիզիրովնե կալոննա ու հայերը ամիսներ շարունակ բերում են միջև Կազախ, հայերն է տենց փախան, թե չեն կլներ ոչ թե չորնի յանվար, այլ չորնի գոտ կլներ հայերի գլխին։ Միշտ հարց էի տալիս, ինչի Ղարաբաղ կոմիտեն ստեղծեցին, կրունկ կոմիտե ստեղծեցին, ժողովուրդ երևի մոռացել եք, կրունկ կոմիտե էլ ա եղել, մի հատ Ղարաբաղ ստեղ ա եղել Հայաստանից, մի հատ կրունկ էլ, որ ուզեցել են Հայաստանի հետ, հիմա նստած գրում են այնտեղ իբր թե նստած են Արցախի իբր թե հայ ղեկավարներն ասում են մենք հակ ենք կերի Ադրբեջանի չենք ուզեցել բաժանվել, հայաստանցիքն են ուզեցել, լուրջ, այդ ջվուտշաներ, այս մարդը կա, հիշողություն ունի, գնա գալիս եմ, 3 տարեկանից ինչ լսել եմ, ինչ տեսել եմ, ինչ կարտացել եմ այստեղա, հասկացաք, դրան կրակ են ընկել ձերս, որ Բաքվից մշեցի եկել, 60 տարեկան իրանց հաշվարկներով, իրան 25-30 տարի մեկ որ կռիվ են գծում, այսինքն գիտակից մարդիկ արդեն ծերանում են, 60 անց են, 70 անց են, արդեն իմ
պլիվայց ինչա կատարվում ես աշխարհում, չպատկերացրին, որ ես 60 տարեկան մարդը հիշողությունն էլ ատեղ, ամեն ինչ էլ գիտի, մազերն էլ սանրվում է, քյաչալ չի, պարիք չի, լիքը աստված տվել է, լիքը մազել կա, լիքը խելքը կա, էլելա հայերին բոլոլայայնում, ասում է ինչ ա եղել, ինչ են անում, ինչ են ուզում անել, չպատկերացրին, ձերս կրակ են ընկել, հիմա ժողովուրդ ջան, այս բացահայտությունները ինչի եմ անում, հիմա ես գիտեմ, ոնց որ ես հավատացի Քոչարյանին, այս բանն էլ պիտի անցնեի, որ էդ էլ սովորեի հասկանայի, ես զարմանում էի, որ Նիկոլին արհեստական ձևով մեզի կուտ տվեցին ժողովուրդներին, որ արունահեղությունով Նիկոլին չհանենք, օրինական ընտրություն անենք, Նիկոլին օրինական դաշտում անենք, ասում է գրիչը ձերն է, Մուկուչյանը Սերժի օրով ոնց նգարել է, Նիկոլն է տենց ապոզիցիա է Սերժի դեմն է, բայց Մուկուչյանը տեղում է, չի սատկել, նույն գրիչը գրելու է, ոնց որ 18 թվին Մուկուչյանը սարկեցին, որ հայերը 80 քանի տոկոս Նիկոլ են բերել, վերջ, մեզ ասեցին, գնացեք ընտրությունների, որ ձեր ձայները Նիկոլը չօգտագործի, գնացինք ձայները տվեցինք, որ Նիկոլը չօգտագործի, ընտրություններից մի ամիս առաջ, Քոչարյանի փոքր հարսը Սիրուշուն, վդրուկ վիդեոյա գցում, ոնց են իրանք Լևոնիկի հետ կայֆեր անում Ծաղկաձորում, ձների մեջ, սանկեքներով, մարդիկ կատաղ են, ասում են Մագդա, այս ինչ են անում, ինչի են դրել, ասում եմ երևի ջահելա չի հասկանում ինչ ջահել է, իրոք մտքովս չէր անցնում խաղը ինչումն էր ժողովուրդ, հիմա ես ձեզ այս արտակի պատմության համար, որ սաղըց մանրաժեք, ես ձեզ հիմա բացատրեմ, որ սա էլ է տեխնոլոգիա, պոլիտտեխնոլոգիա, որ դուք հասկանաք ժողովուրդ ջան, անցել եմ, հիմա ձեր հետ կիսվում եմ, որ սթափվեք, հասկանանք ինչ ենք անում հաղթելու համար, մնացել է 3-4 օր արդեն ընտրություն պիտի լինի, մենց հարսն է դրել, իրանց արդեն սետրագի հետ, կայֆեր, Ծաղկաձորում, երեխեքների հետ, գլուխ չանեցի ժողովուրդ, ինչի համար են տնում էսի, ես էլ արդեն մենց հարսն է, ջահել չի, ինչի համար են տնում, եկանք հասանք ընտրություններին, կռիվն էլավ, 200,000 Նիկոլը ձայնա գողացե Քոչարյանից, հիմա էլ սահմանադրությունով, սահմանադրական դատարանով, դատի պիտի տան, տռպռպռ, այդ ձեները ետ բերեն, մեզ քնծնում են, ժամանակ են շահում, 2 ամիս էլ էդ կինոն խաղցան, հետո չապացույցեցին, դե գողացան արդեն, ինչ կարաս, ինչ ապացույցես, էդ խաղն էլ խաղցան, հետո սկսի մտածել, ախր սա մի շղթա էր, փաստորեն սա մի ամդություն չէր, հետո հասկացա, քանի որ Քոչարյանը իրանց հետներ, համոզվեցի արդեն կասկածներս պրծան, համոզվեցի, քանի որ Քոչարյանն իրանց հետ խաղա խաղում, մարտի 1-ն էլ 10 տարի առաջ արեցին ժողովուրդ ջան, որ երբ որ գա այս պահը, Քոչարյանը, որ դեր էր տանում, որ ինքը հաղթողա բերեցին, արդեն ոսկի պիտի տանեն, հայերին ստեղծեցին վիճակ, որ ինքը քսենց տոպ մենեջերը եկավ Հայաստանը հանեց ոտի,
քանի որ դեր պիտի տաներ, որ ինքը հաղթող պրեզիդենտը ուղագի իրան բռնել են, չեն թողնում, որ ինքը ելնի պայքարի, բայց պաչիմուտը Արցախի կռվի ժամանակ Նիկոլը Քոչարյանին չբռնեց Երևանում, Քոչարյանը մեկնեց Արցախ, տպավորություն ստեղծեցին, հաղթելու ենք, հաղթում ենք, ծրագրին Գորբագորը, որ տարածում է, մեր մոտ տպավորություն ստեղծեցին, որ Քոչարյանն այնտեղ հարց ալուծում, արեցին դվավադնո, իրանք որ մի բան անում են, մի քանի հարց են լուծում, որ պատերազմից հետո Նիկոլ Նասի նախկիններ դավաճանեցին, նախկիններն ասին ներգան տվեցին, այս խաղ կնանց ժողովուրդ ջան ժժնելու համար, ու սկսվավ ապացույցել ով է մեղավոր, այսքան ժամանակ այս խաղը խաղցան, հիմա քանի որ Քոչարյանի կերպարը ինքը իբր թե Արցախն էր հաղթել, ինքը որ գար իշխանության, ինքը ասում էր ես հաղթող պրեզիդենտն եմ, ինքը պիտի ապացույցեր, որ ինքը հաղթող պրեզիդենտը, ինքը պիտի Արցախը ետ բերեր այդ 80% հողերը, որ ետ բերեցին, քանի որ նպատակ չկար, այլ ձև էր ընդամենը, որ ուղղակի չեն թողնում ինքը պայքարի, պետք էր, որ Քոչարյանի այն ռեյտինգը, որ Արցախ հանձնելուց հետո դաժե իսկական նիկոլականներ հասկացան, որ քակ են կերել, Նիկոլին ծապ են տվել, վախից, որ պատերազմը կարա գա հասնի Երևան, Հայաստան, բոլորը այդ պահին Քոչարյան ուզեցին, ռեյտինգը ավտոմատ ձևով թռավ կոսմոս, Պուտինը ժամանակ ելավ ասեց Նիկոլ խրաբրый смелый мужчина, Քոչարյանից բաներեց Նիկոլին, պատդերշկա էր, որ Նիկոլը պիտի մնա, ծրագիրը էս են խաղում, ուրեմն, որ Քոչարյանը չգա իշխանության ու Քոչարյանը ստիպված չլինի ապացույցի, որ ինքը հաղթողը Արցախ պիտի բերի, հարցները, վիդեոները գցում էին հագա պրոպագանդա, հագա մարդկանց ցանկության, որ կատաղացնեն, ռեյտինգը հենց իրանք են իջեցնում ժողովուրդ, ռեյտինգը իրանք են իջեցնում, որ ժողովուրդը իրան չընտրի, որ ինքը ստիպված չլինի, գա ասի դե տղամարդը գոյություն չունի, որ իրան հաղթել է, բա ինքը պիտի հաղթի, Արցախը հիմա նորից ետ բերի, ապացույցի, որ ինքը հաղթող պրեզիդենտ է, Այդի ես հասկացա, որ իրանք հենց իննադու են այդ ռոլիկները դնում, ժողովուրդին կատաղացնում են, իրանք կամավոր իրանց ռեյտինգը իջեցնում էին, որ իշխանության չգան, Նիկոլը հանցնի, իրանք էլ ընդամենը դամ քաշեն, որ հայ ազգը ժխ ու զոմբի է, այ Նիկոլին բերեցիք, այ Նիկոլը ձեզի քակի մեջ գցեց, հասկացաք խաղը, հիմա Եվանից գոռում եմ, այս կուսակցությունները ջվուդների ստեղծած ընդհանրապես դեմոկրատիա, от слова демон կրատին, դեմոն սատանենը կրատին բազմապատկված, ինչքան շատ իբր թե ազատություն են տալի ժողովուրդին, որ ժողովուրդն է կառավարելու իրան երկիրը, իրան ընտրյալ պատգամավորների միջոցով, Նիկոլն էլի գորա քորի նման, ես ձեր կամակատարն եմ, ես ինչ անում եմ, դուք եք անում, այս դեմոկրատիան ստեղծել են, որ շուն տերգել իրար չճանաչեն, իրանք էլ հենց ստեղծել են այդ կուսակցությունները ժողովուրդ ջան, որ ժողովուրդին այսենց տարբեր ձևի, տարբեր լիդերների, արհեստական իրանց հայախոս լիդերներին, որ ստեղծել են, մեզ կիսեն, որ այդ միասնությունը
այդ միասնությունը հենց իրանք, որ այսքան տարիներ գոռում են մենակ Նիկոլ, ժողովուրդը սաղ Նիկոլի դեմ է։ Նայեք ինչ խաղ են խաղում։ Այն վաղտ իրանց պետք էր, որ ասեմ Սենի, պրիչոմ Նիկոլնա, ձեր բերած Նիկոլնա։ Այդ մենակնա։ 8 տարի չեն կարա իբր թե Նիկոլ հանեն։ Հասկացաք? Զայրուտը, Никто не виноват, մենակ Նիկոլն է, ահա, ժողովուրդը սաղ տրամադրվան միայն Նիկոլի դեմ, չեն տեսնում, որ սրանք չեն պայքարում Նիկոլի դեմ, սրանք Նիկոլին օգնում են, իրանց ընդհանուր նպատակ անեն, ժողովուրդին կուտ տալով, որ պայքարա գնում, դու նստի թախտին սպասի բախտի, վերջապես եկավ հասավ հիմա այս ընտրությունների, հայի զայրուտը, իրանք կիսեցին նորից կուսակցությունների, քանի որ Քոչարյանն արդեն այդ ռեյտինգը էլ չունի, բերեցին Արտակ Սարգսյան օֆիցեր, չգիտեմ ինչ, սենց բոյով էշ են բերե, յանիմ ինչքան մենց, այդքան հզոր, Սասունցի Դավիթ էին խաղցնում մեր գլխին, իրան վրա ստավկեն դրեցին բոլոր ալիքներով, բան, որ մի հատ մենց ահրելի ուժ գնա այդ յան, ոնց որ մենք են վաղ Քոչարյան էինք, մտածում էինք, որ գկա նորից Արցախի հողերը ետ կբերի, սրան սարկեցին ժողովուրդ ջան, որ ինքը հզոր գեներալ լեյտենանտ, չգիտեմ ինչ, ժողովուրդ, ինձ գրում են, որ ինքը միայն ունի Հայաստանի քաղաքացիություն, հայր, ուղեղներս միացրեք, եթե ինք ունենար Հայաստանի միայն քաղաքացիություն, ինչ հիմքերով ինք Կենիայում ներքին գործերի բանակի գեներալ լեյտենանտ ղեկավար կդառնար, հայր, մի հատ միացրեք ուղեղս, ընդհանրապես դրսի գալողին նման պաշտոն չեն տալիս, ուրեմն այնտեղ ինքը ինչքան կարևոր է իրանց համար, որ իրան համար 1000 ու մի խախտում են արել, հասկացաք, պասպորտ են սարքել, չգիտեմ օրենք են փոխել, բան են արել, սարքել են գեներալ լեյտենանտ, ոնց կարա ինքը քաղաքացիություն չունենա, դառնա ներքին գործերի ղեկավար, Դենց բան չի լինում, հիմա, այստեղ ինք իրավունք չունի ստեղ քաղաքանությունով պաշտոնական զբաղվի, որովհետև ինքը այլ երկրի քաղաքացի է, վերջի 10 տարին սահմանադրությունով է տենցա, բնագրվել է Հայաստանում, թե ոչ, տաշիրն ինչ կեղդա ոդում ստեղ ընդհանրապես, օրենքներ, սաղին գժի տեղ են դրե, ընտրությունների պրապագանդան, բիդե սկսվի ուղիղ մի ամիս առաջ, այս ապոզիցիան ինչի աղմունք չի բարձրացնում, 5 ամիս Նիկոլի ավտոբուս ճողավ, սաղ Երևանի Հայաստանի փողոցներով ֆռալ, բա ինչի չեն ասում, օրենքա խախտում, աշխատանքի ժամերին, սահմանադրությունա խախտում, ինչ ընտրարշավ, ապոզիցիան լռում էր, մենակ Մագդան էր գոռում, որ իրավունք չունեն, ժամանակ են շահում, թունել են փորում, բան են անում, որ Սյունիքը տան, ճամպեն բացեն, ժողովուրդ ջան, հասկացաք, հիմա, բերեցին ժողովուրդի այս ուժը, բերեցին հասցրեցին, արդեն ընտրությունների դեմ, մի հատ էլեկտրաշոկ էլ այսենց, արեցին իբր թե Արիաննա ու այդ անասունը, այնտեղ կղզի չունես, բուկլետի փող չունես, Արիաննան բեշնի փողեր ստացել է ռասկրուտկա անելու համար, այդ ուրոտ փորով հղի իբր թե մտավորական փող են ստանում, Տիլեգրամ չաթերում ժողովուրդ ջան, չաթերը որ բացել են, խոսում են,
որ մեկը գա խոսա, չատի տերը փողա վերցնում, ասում ես քեզ ռասկրուտկա եմ անում, բա, այտենց բաներ կան ժողովուրդ ջան, այդ չատերի միջոցով հետո փող են խփում, հետո այդ չատերի մեջ ասում են, որ պամագիցի մի բան ենք անում, բարեգործություն ենք անում, մեր ժամանակը տրամադրում ենք, հայերն էլ դնում են աշխարհով մեկ փողեր են փոխանցում, հասկացաք ինչ են անում, հիմա, Արիանան իրան փողը, դրա համար ասում իմ գործերի մեջ մի մտեք, սա ազգային հարց չի իրան համար, սա իրան գործն է, հասկացաք, ջվերը բացեց, փողը խփեց, թուրքի գործն արեց, ասում ես իմ հողի կռիվն եմ տալիս, ինքը հայ չի, ինքը որպես ջվուտ հողի կռիվ է տալիս, որ տրուբ են կայնացնելու տեղ ունենա, ելնեն որը ծախեն, հասկացաք ժողովուրդ ջան, հիմա բերին հասցրեցին արդեն այս ընտրություններից մի քանի օր առաջ, ժողովուրդին սենց կոպիտ ասած աստավիլի ու ռազբիտովը կառիտը, դրա հետևից լիքը ժողովուրդ տարան, բերին հասցրեցին, որ արդեն Նիկոլը պիտի մնա իրանց պրոյեկտով, իհարկե իրանց հիմա այդ ուժը պետք չի, որ հայերն ասեն չհասկացանք, այսքան ձայն, այսքան ուժ, այսենց ալիք, ոնց կարար պարդվեր, նախորոք արդեն ծխում են, հասկացաք, ձեզ թողել են շիվար, հիմա նորից դուք պիտի ընկնեք, մարդ մանգակ, ում հետևից գնանք, ոչ մեկի հետևից մի գնացեք, հայր ջան, սաղ իրանք են, տեսակ Հայկոյի այսօրվա սիրդիգները, տեսակ իրար ոնց ջերմ դիմավորեցին, սրդիգներն իրար ուղարկեցին, այտենց ապոզիցիաներ են, ձեզ կիսում են, մասնատում են, հայր ջան, սարկում են իրանցով կառավարելի, հասկացաք, ու ինչ ուզում են, էդ էլ անում են, հիմա երբ որ էդ էլ հասկացան հայեր, հարց են տալիս, Մագդա մնացել ենք փաստորեն մենք ու մեր Աստվածը, այո շուտվանից եմ դրա մասին էլ եմ գոռում ժողովուրդ ջան, մեր սերունդը ամենադժվար փորձության մեջ է, ինչ նյութական կար, սաղ իրանց ձեռն է, նպատակին հասել են, այդ ծագ աչքը, ինչ տեսել է այս աշխարհում, սաղ իրանցով են արել, մեր հողերն էլ, մեր իշխանությունն էլ, մեր բնական ռեսուրսներն էլ, սաղ իրանցով են արել, մենք մնացել ենք մեր երկրում, մեր ասու հետ, ինձ ասում են Մագդա քեզ լսելով հայ չկա, ժողովուրդ ջան, ես երբ եմ ասել, որ հայ չկա, քեզ լսելով սաղ ջվուդներ են, ժողովուրդ, ես ասել եմ սաղ ջվուդներ են, ես ասում եմ քաղաքական դաշտում են սաղ ջվուդներ, ուշադիր լսեք Մագդան ինչ է խոսում, Մագդան ասում է սրանք 100 տարուց ի վեր, Զոխրաբը, որ ասում են նստել է Թալահատի հետ նարդի է խաղցել, հայերին զինաթափել է, դա արդեն ջվուդն է եղել, ոնց կարար հայը, ասեր զինաթափվեք ձեր վրա չարձակվեն, զինված պիտի լինես վրա չարձակվեն, ջվուդն է եղել, այդ վաղթվանից են լծվել, այդ վաղթվանից են խաբել, երբ որ իրանք մի դարից ավել, ներդրվել են ժողովուրդ ջան, գողեգող ապրել են, խեղճը ծած ապրել են, որ չկատաղես չլարես, ոչխարի նման ապրել են, որ չլարես, չկատաղես, մտածես ոչխարը, չպատկերացնելով ոչխարն ինչով է զբաղվում, Պալեստինան ձեզ օրինակ, կտոր մտան Պալեստինան, իրանք միջև այդ Պալեստինան եղել են գող, իրանք արդեն իրանց մարդկանց ունեցել են գող, շատ քիչ են եղել, պայմանագիրը գրեցին Անգլիան իրանց համար,
Գնացին լծվան ուղիղ 6 ամիս հետո հարձակվան այդ ժողովրդի վրա։ Ընդամենը 75 տարվա մեջ կտոր, մի ոդի տեղն արեց, երկրորդ ոդի տեղն արեց։ Էլան հոշոտեցին այդ ժողովրդին։ Ինչ պաճիկ, ինչ խաղաղություն ժողովուրդ։ Ինչ պաճիկ, ինչ խաղաղություն։ Հիմա Մագդան ասում է, որ սրանք 100 տարուց ի վեր ներդրվել են, ոչ թե գան Հայաստանում, բետոնամիշալկա քշի, փողոցավլի, հավաքարար աշխատի, դրանք ցրտվել են, որ քաղաքական դաշտը, բոլոր պետական կառույցներ, որ ազդում են մարդկանց ճակատագրի եւ երկրի ճակատագրին, այդ լծակները սախ վերցնեն, ավտոբուսը ոնց է հիմա քշում ուրախ։ Երգիրը դա այսենց ոնց ուզեցան քշեցին, հայերին սպանեցին, քցին ավտոբուսների տակ, դեղերով, սրսկելով, պատերազմ տանելով, եղերն անելով իբր թե պատերազմա, կոորդինատները տվեցին, տղեկներին ուղարկեցին, վերևից խփեցին։ Մագդան է դա ասում, որ ամբողջ քաղաքական դաշտը ինչ որ կա, առանց բացառության ջհուդներն են։ Մագդան չի ասում ամբողջ Հայաստանում հայ չկա։ Մագդան ասում է քաղաքական դաշտում հայ չկա։ Տարբերությունը չեք զգում, ինչ եմ ես խոսում։ Մագդան ասում է, որ գարշոկի կրիշկեն բացես քաղաքական, կուսակցական ու շարժում, չգիտեմ ինչ ուզում եք մտածել են, հորինել են, նույն քաքն է, ժողովուրդ, նույն ջհուդի քաքի հոդն է։ Այդ թուրքի հոդը, որ ասում են, պարզվեց ջհուդի հոդն է, այդ երկար պլաշները գիտեք ինչի են հագնում, իրանց մարմինի հոդը չտարածվի։ Որ գարշոկը ձեր տաս, որ կուսակցությանը ձեր տաս, որ քաղաքական ուժին ձեր տաս, սաղ նույն են։ Մագդան է դա ասում։ Մագդան ասում է, ինչքան լիդեր է եղել, ինչքան կիրտ ու գրակ այդ հայեր են եղել, հարց լուծող են եղել, սաղի գլուխը քիչ կերել են, տարբեր մեթոդներով, այո, մենք մնացել ենք մեր ասու հետ, բայց դա չի նշանակում, որ Մագդան ասում է լիդերներին սպանել են, մեր տղեկներին սպանել են, մենք պիտի պատրաստվենք մեռնելու, ոչ, Մագդանագարակն ասում, մեր սերունդի վրա ընկել ամենամեծ պատասխանատվություն, երբ որ մենք ոչինչ նյութական չունենք, ոչինչ, մենք կապացույցենք մեր հավատքի, մեր ասու զորությունը, իրանց նյութականը մեր հավատքի դեմն այլ է, այդքան բան է Մագդան ասում, մի փնտրեք լիդեր, մեր Աստվածը, մեր թագավորը, մեր գլխին կայնած է ժողովուրդ ջան, մենք падлежачий камень вода не течет, ձեզ սովորցրել են պարգի թախտին սպասի բախտին, պալիտոլոգն հաճում է, այնտեղ բերում են իբր էքստրասենս, ինչ որ ուզում են վախներ շնչել, արունահեղություն այլնելու է, տալինելու է նա, որ սուս նստես, ձեն չանես, չկա է տենց բան, մենք ազգովի պիտի ցույց տանք, որ մենք մեր ասու հետ ենք, սատանու դեմ ենք, այդքան բան, ժողովուրդ, հիմա, ով որ նեղվում են Վարդան Հակոբյանի համար, թե ինք եղել է Սասնա Ծռերի մոտ, հետո դուրս է եկել, ժողովուրդ, ինքը ոչ գյուղացի է, ոչ աֆիցանտ է, ինքը քաղաքականությունով պրոֆեսիոնալ զբաղվող Սասնա Ծռերի հետ, հիմա էլ ասում են, որ ինք Սասնա Ծռերի բանտարկյալների համար պայքարում է, բայց ոչ Սեֆիլյանի համար դեմ է Սեֆիլյանը, ժողովուրդ ջան, ոչ մի բանտարկյալ չկա, Սասնա Ծռերի ծրագիրն եղել է,
Ադինոկի ոլկին վերացնել։ Այդ կանի միջից այդ ադինոկի ոլկներ մենակ ձերբակալված, որ մահացավ։ Մեկ էլ հաց բերողը, որ հավատացել է, որ իրոք այնտեղ պայքարա գնում, սնունդա տարել ու դարձավ սվիդեցիլ, որ սա խաղա, այո, մտել է ու հասկացել է, որ սա խաղա, Սերժի խաղերն է, ջհուդական խաղերն է։ Ադինոկի ոլկին կատլետով սովապահություն անող, որ բայկոտ էր արել, գալադովկա էր հայտարարել, Սասնա ծռերի ստոր պորնիկները տանում են կատլետ են կերծնում ռեանիմացիայի մեջ։ Դուք տեսել եք ռեանիմացիայում պարկածին կատլետ տանեն։ Տարել են, սպանել են կոպիտ ասած այդ մարդուն։ Всё։ Պավլիկ Մանուկյանը երբ որ խոսում է Ադինոկի ոլկի մահվան մասին, աչքերը ժպտում են, ժողովուրդ։ Դուք տեսել եք այտենց ռիցեր, այտենց տղամարդ, այտենց հայ, այտենց կամավոր, ֆիդային, այն որ բեմադրական, չգիտես ինչ, ելնում է, հագնվում է։ Չտեսանք մի օր Մոնտե Մելկոնյանը, Ազգալդյանցը սեն շորերով, բանը, ֆիդայինական։ Մարդիկ գնացել են կռիվ տալու։ Աչքերի մեջ մարդկանց թոս փճելու համար չեն հագնվել, եկել են կայնել են։ Ծիծաղում էին աչքերը։ Ծիծաղում էին աչքերը, ժողովուրդ ջան։ ԿԳԲ-ի պատվալներում կարծերում եղել է ադինոկի ոլկ։ Իսկ Պավլիկ Մանուկյանը ճողճող դվուխ կառավատի վրա պարկած է եղել։ Այտենց իմացեք ինչ կա աշխարհում։ Երբ որ հայերը ինձի երբ որ սկսվավ Զարթնիր լաո շարժումը, էդ էլ իմացեք իմիջայլոց, ինձ զանգեցին Քոչարյանականները։ Մագդա մեզ տարեց կին ա պետք, որ ոստիկանները իրան ծեծեն, ասե տարեց կինը ես եմ, ելնեմ ազգը խաբեմ։ Հասկացաք ոնց են գալիս փաթաթվում են Նիկոլին կամ այնտեղ ծեծում են, որ վախներ շնչեն ձեզի, սաղ բեմադրություն է, ժողովուրդ ջան։ Հիմա հայերն սկսին ինձ զանգել, թե էլի գնա Մագդա Ջանֆիդեցի Ռուստամի աղբերը Սերոպը, օպերայում Սև հովազի դրոշակը խփել է, հայերին հավաքում է բոլորի դեմ։ Ասում եմ նույն խաղն է, ես տեսել եմ կապիտուլյացիայից հետո մեր վզին փաթաթված։ Սև հովազի Ռուստամի աղբերը երբ որ խոսում էր առաջի ելույթը իրան, պատմում էր ոնց է գնացել են գիշերով, սարերն են մնացել եւ այլ, աչքերի մեջ ժպիտ եմ տեսել։ Այո, նույն Վազգեն Սարգսյանի քույրիկն է, հավատացյալ է։ Վերջ, հայերն ինձ բան արեցին, չէ գնացի, էդ էլ տեսա, էդ էլ իմացա, որ նույն Պավլիկ Մանուկյանի հետ նույն խաղերն էին տալիս, երբ որ ապրիլի 24-ին կանչեցին Մերգելյանի ինստիտուտի մոտ Սև հովազի, լսի Սերոպ, քեզ ինչ եմ ասում, Ռուստամը իրան տղու հետ քեզ երազիդ մեջ խեղդելու է, խոսքս գհիշես, Ռուստամը, Ջանֆիդեցի Ռուստամը, քո հալալ աղբերը, որի հաղթանակը դու դավաճանել ես, տվար պագանի սիկտանտ պարշիվի։ Ռուստամը իրան տղու հետ քեզ երազի մեջ խեղդելու է, դու սատկելու ես քնած։ Սև հովազի ջոգատը ռասֆարմիրովկա է եղել, ձեն չի հանում, ժողովուրդ ջան։ Չկա էլ Սև հովազի խումբը չկա, ջոգատը չկա, մի հատ աղմուկ չի բարձրացնում։ Ուրեմն, Մերգելյանի ինստիտուտի մոտ հավաքում է, ով որ իրան հետ գալիս է գնանք ապրիլի 24 եղեր, գնում եմ,
Կարեն Արեյանի խումբն եմ տեսնում, մի 10 մետր են։ Մի հատ մարդ եմ տեսնում, չգիտեմ Արտակ Գալստյանը, սարսափելի հայացքով մարդ եմ տեսնում, հարցնում եմ էս ով է, ասում են Արտակ Գալստյան։ Հետո եմ անում։ Վանոյ կիլերը, որի հետ դոգներ միացած, են տապորով բան ունեն է, գերբ, տապորիստների, Ռամիլ Սաֆարովի գերբը։ Դոգից էլի կպատմեմ, դուք հիմա լսեք ինչ եմ պատմում ժողովուրդ ջան։ Արտակ Գալստյան իրանց մարդկանց հետ մոտիկանում եմ, ասում եմ, ծերով ես չհասկացա, սրանք ինչ գործ ունեն քո հետ։ Ասեց ԿԳԲ-ն ա ուղարկել ինձ վարկաբեկելու համար։ Ասի հնարավոր է։ Մարդը հնարավոր է։ Գնում ենք հասնում ենք Ծիծեռնակաբերդ, ճանապարհին Պավլիկ Մանուկյանն ասում է, որ արձանա պետք դնել դավաճաններին, որ հայազգը թքի այդ արձանի վրա, այա ասի, անունը դիեպ են գրելու։ Ժողովուրդը հարցակվեցին վրես, թե տեղը չի, ասի լավ, տեղը չի։ Ծաղիկները դրեցինք դուրս ենք ելնում, ռեպարտյորները Արտակ Սարգսյանի բոլորն են, Սև Հովազի Ռուստամի աղբերը, Ղորմաց հոգի Ռուստամի աղբերը, Սերով Պկայնաձա, կորեսպոնդենտների կողքը։ Արտակ Գալստյանը իր մանգլավիկները թուղթերով մեր ասալայի տղեկների նկարները բանով ասեղով խփել են դոշին ու մեջքերին։ Արտակ Գալստյանը ինտերվյու է տալիս։ Մոտիկանում եմ, լսեմ ինչ է խոսում։ Ասում է այդ պահին։ Երբ որ ասում են Արտակ Գալստյան, իմացեք, որ Սև Հովազն է։ Երբ որ ասում են Սև Հովազ, իմացեք, որ Արտակ Գալստյանն է։ Սենց թեքվում եմ, ասում եմ Սերոպես ինչ է խոսում։ Դե ասեց էլի, բեն ինչ եկավ։ Ելնելուց ասում է ժողով ենք հավաքում, Պավլիկ Մանուկյանը խոսած։ Արձան պիտի դնենք, դավաճաններին, Ֆրանգուլյանի նման սաղ թքեն, ասի քո անունը, եբ ենք գրելու, դե մենք այդքան էլ չենք դավաճանել։ Ասեցի, պրիզնատեկար վսյոտիկի, որ դավաճան ես։ Ինչի դավաճանության մինիմում, մաքսիմում լիմիտ կա, այսինքն սկնիգդ մի անգամ տվեց ուրիշին կամ 100 անգամ տվեց ուրիշին տարբերություն կա, ձենները կդրեցին ժողովուրդ ջան, այսքանը ձեզ մի թեթև դոգի ու Սև Հովազի մասին, ինչի համար եմ ասում, արձանը դավաճանների համար, արձանը դավաճանների երեսներին թքելու համար, նույն հեքիաթը, Վարդան Հակոբյանն է ձեզ լոլո կարտում, որ Նյուրնբերգի պրոցես է լինելու։ Բոլորս գիտենք, թե երկրորդ համաշխարհային պատերազմը եղել է ջհուդների խոլոկոստը, ապացույցվեց, որ ջհուդներն են արել սլավոններին, քրիստոնյաներին, արիացիներին խոլոկոստ։ Սովետական միության և Եվրոպայի ամբողջ սպիտակ ժողովուրդի խոլոկոստն են արել, իրանց ընդամենը 600,000 գենետически, психически, ֆիզիկիսկի ուռոդներին, որ ճարիմա չպահեն, դրանց դնում են, ոչնչացնում են, կոչվում է պոլիտիկա, սուխիխ վետակ, գյուղացին, որ ելնում է չոր ճղերը կդրում է, որ ծառ ավելի լավ աճի, իրանք իրանց ինվալիդներին ոչնչացրին, ճարիմա չքաշեն, հոգս չքաշեն, էլան բոլոլան արեցին, որ գերմանացիքն իրանց են սպանել, 6 միլիոն ունենար, թող բաննա կազմեր։ Պարզվեց այդ 6 միլիոն թիվը դեր առաջի համաշխարհայինի եղերնը, որ արել են,
Այդ 6 միլիոն են վաղտ են հնճծրե, որ իրանց իբր թե 6 միլիոն, մամուլն էդ կան իրանց ձեռը չի եղե, չեն կարողացել այդ բոլոլան աշխարհով մեկ անեն, երկրորդը արդեն պրեսան ամբողջությամբ իրանց ձեռն ա եղե, իրանք այդ բոլոլան արել են, որ գերմանացիք ֆաշիստ են, 6 միլիոն ջվուդ են, իբր թե կոտորել, վառել, հիմա հարց առաջանում, Նյուրնբերգի պրոցեսը, որ փաստացի ջվուդներն են 60 միլիոնից ավել, քրիստոնյա արիացի սլավոն, սպանել, հանել են իրար դեմ, սպանել են, ամբողջ ռեխի 90% Աֆիցերներ 70-ից 90% եղել են գերմանացու անվան տակ ջվուդներ, Գիտլերն եղել է ջվուդ, Ստալինն եղել է ջվուդ, հիմա դոգը գոռում է, որ ինքը Ստալինի նման գալիս է 37 թիվանի դավաճաններին, Ռուբեն Հակոբյանն էլ է, Վարդան Հակոբյանն էլ ասում, Նյուրնբերգի պրոցեսը տեղ ունենալու, այդ Նյուրնբերգի պրոցեսը, որ ժողովուրդին ֆաշիստ հանեցին, Ստալինը որ ժողովուրդը պլեննիկ եկավ, կարմիր հրապարակով անցավ, ամեղ կոտորված գերմանացիք, իրանց սպանին մեզ էլ հետը, ջվուդները, իրանց նշանագեցին զոյ, իսկական զոյերին հանեցին ֆաշիստ ու պատժեցին, իրանց էլ նշանագեցին փոխանցել, Սովետը հաղթեց, Իսրայել չեղած պետությունը ստանում է այդ փողերը, չեղած ոչ ֆիզիկապես, ոչ իրավաբանորեն, չեղած պետությունը փող է ստանում, հիմա հասկացաք, ջվուդը սարկում է սպիտակ ժողովուրդին եղեր, հետո այդ սպիտակ ժողովուրդին նշանակում է ֆաշիստ, պատիժում է, հիմա այս Վարդան Հակոբյանը, որ ժողովուրդին է ուզում պատժել, նույն ջվուդները, ով որ տուժվել է հայերիս, ներգայացնեն նորից սատանեն խաղը, որ իրանք եկան իբր թե Նիկոլագաններին դադեցին, մեզ հայերիս կոխեն մսաղացի մեջ գնանք, բարով եք եկել, այդ թլոշը մեռա ասելով թլոշները ջվուդներ են, դուք հասկացեք, ինքը ոչ թե Սասնա ծռերից դուրս է եկել, ինքնույն Սասնա ծուռն է ժողովուրդը, հիմա ձեզ բացատրեմ, Դոգը Արտակ Գալստյանի հետ նույն կուսակցության մեջ էին, Մարինա Խաչատրյանն էլ Փոստանջանի նույն կուսակցության մեջ էին, և որ Արտակ Գալստյանի պատկերը բացահայտեցինք, իրան Ադոնայ կազմակերպության, իրավաբանական կազմակերպության անուն, Ադոնայ, Իսրայելի Աստղը Դավիդովի վրեն, Ադոնայ սատանու հերթական անունն է, երբ որ այդ բոլոլան տարածեցինք, դոգնելավ ետ քաշվավ, որովհետև դոգնել էր Զերոյանում, դոգնելավ բեմադրություն արեց, որ ինքը Արտակ Գալստյանից անջատվավ առանցին կուսակցություն բացեց, սա տեխնոլոգիա է, Մարինա Խաչատրյանն էլավ ասեց, որ ինքը դոգի կուսակցության մեջ վաբշե չի եղել, հանեցինք նկարներն էլ դրեցինք, որ դոգի հետ նկարված է եղել, Արտակ Գալստյանից հետ նկարված է եղել, և փաստաթուղթն ենք, որ ինք ներգայացուցիչն է, դոգի ներգայացուցիչն է, քաղաքապետարանի ընտրության ժամանակ Մարինա Խաչատրյանը շպցրեցինք երեսներին, ինտերնետով տարածեցինք, իրանք բեմադրություն են անում, որ տեսնում են էսի արդեն էս նավը պախարակվում է,
Իրանք պիտի շարունակեն խաղը խաղան, իրանք բեմադրություն են անում, որ իրարից անջատվեցին։ Նույնը Սասնա ծռերն ա, ժողովուրդ ջան, երբ որ Բոլոլան էլա, որ Սիֆիլանա, աշխարհով մեկ արեցինք, Ացպանյանի խոսքը տարածեցինք, որ Սիֆիլանը սիանիստ ա, որ մերը ջվուդա, կնիկը ջվուդա, դրանք սաղ ջվուդական, առապապյան, բան, սաղի փաստերը տարածեցինք հայերովս։ Վարդան Հակոբյանը, որ աստածը նապլավու, քաշվում ա միան, ալիկա բացում, ամեն օր գործի ա գալիս, հանկարծ 5 րոպե ուշանա ներողություն ա խնդրում։ Հասկացաք, ժողովուրդ ջան, սա տեխնոլոգիա է, ընդամենը։ Սովորել եմ, հասկացել եմ, ձեզ էլ ասում եմ, որ դուք իմանաք, բայց չեմ ասում, որ մենք մնացել ենք անտեր։ Մեր հարցերը մենք պիտի լուծենք։ Մեր հարցերը մենք պիտի լուծենք, վաղ չկա։ Մենք մեր Աստվածը, ժողովուրդ ջան։ Հիմա իրանք երբ որ լուրջ հարցեր են լուծում, մենք բոլոլա են գցում, որ ժողովրդին շեղեն։ 15 տղու գլուխն էլ վառել են, երբ որ իրանք ոսկե հանկերից իրանց տեխնիկան հանել են դուրս, որ մարդիկ հայերը չտեսնեն։ Այդ ոսկու հանկերը, որ հանցնել են Ալիևին, տեխնիկան հանել են։ 15 տղու գլուխ են, որ պապուն վերջերս բերանը փակելով քաշեցին, բա սցենարից դուրս է, ժողովուրդ ջան։ Պապին չէր գնաց է Նիկոլի փորը պատճեր, ֆենված, զարտարված, վայ Նիկոլ ջան, ոնց են քեզ սիրում։ Պապին գնաց իրականությունը, տեսակ, բերանը ոնց փակեցին, քաշելով տարան։ Վերջում տեսան, որ քակ են կերեկ էլա հանգիստացնում էր, համբալ, դու խաբար չես քոքնու բույսդ ոնց է չորանալու ձեր սաղին։ Դու էդ մարդու մեղքի տակ ընկար, տարիքով պապին թորը վառել եք, վառողին պաշտպանում եք, կլարած հետքինն եք պահում, պապին գրքաշ տարակ բերանը փակելով, ձեր բերանն աստվածնեն են ընդմիշտ փակելու, որ դուք իմանաք հայի անեծքի մեղքի տակ ընկնելը որն է, տվար պագաննի է, ջահել տղա եք, թու ձեր երեսին, թե դուք տղամարդ եք, սկատինը պարշիվի է։ Այնենց որ ժողովուրդ ջան, մենք հայությունով պիտի մեր ոչ սատանուն ասենք, ինչ կանենք ազգովի կանենք, ինձ ասում են Մագդա քո հետևորդները քիչ են, ոնց ես հարց լուծելու, ժողովուրդ ջան, նայեք իրանց հետևորդների թվերը, 10, 20, 30, 50, 200 հազար, նայեք իրանց պրասմոտրները, 2000, 3000, մաքսիմում 10 հազար, Մագդայի ֆեյսբուքյան էջերը 500 հոգի հավաքվում է, ջարդում են, Մագդան, որ խոսում է, այնտեղ 2-3 թիվ է երևում, 2-3 հոգի լսող, ես գիտեի դա ինչի համար են անում, որ ես մտածեմ ինձի շանտեղ դնող չկա, որ ես կոմպլեքսավոր եմ, ասեմ դե որ լսող չկա, ոչ էլ կխոսամ, ես իմ շարունակել եմ, են ձյացիլը, որ փորփորիկ են ասում, անընդհատ ես իմ գործն արել եմ, խփել եմ, միջև պրաբիլը, հիմա, մի 3 տարի առաջ բարեկամության միտրոյի մոտ մի հատ տղա հանդիպեց ինձի, ասեց, վայ, ես ինչ լավ բան եղավ ձեզ տեսա Մագդա ջան, մենք ձեր էջերը, որ ջարդում են, մենք չերեզներով ման են գալիս գտնում ենք, ինձի ով որ դրսում լսել է, պատահական ելույթները, մարդիկ ման են եկել, որ իմ էջերը գտնեն, իմ էջերը ջարդում են, որ դուք չլսեք ինձ, հիմա, իսկան ես YouTube-ում տանջվում եմ, չեն թողնում երևա վիդեոները, 1500, 1700, 1000 հոգի պատպիսчик ունեմ, նայեք պրասմոտրները, իրանց 100 հազարներով 2000 պրասմոտրը, իմս 1000 հոգի է, 2-3 հազար պրասմոտրը, մարդիկ նայում են, լսում են, հայը անտարբեր չի, իրանք ուզում են տպավորություն ստեղծեն, որ
Այդ տղեն էլ ասեց, դուք որ խոսում եք, ձեր կամպյուտերի վրա այդ վաղ նոթբուք, կամպյուտեր ստարան, նոթբուք ունեի, նոթբուքն էլ տարան։ 2-3 երևում ցիֆրները, ասում եմ, հա, դուք գիտեք, որ մենք ձեզ հազարավոր լսում ենք, ձեզ սդից 2-3 են ցույց տալիս, ասի էդ էլ եմ հասկացել, որ ես հիասթափվեմ, չխոսամ, իմ վրեն չեն կարա։ Հիմա ժողովուրդ ջան, իրանք ունեն այդքան պատպիշիկ 100,000-ներով, իրանց լսում են 2,000, հասկացաք, ես ունեմ զորով 1000 պատպիշիկ, ունեմ 2, 3, 5, 6, 10, 20,000 պրասմոտրները, այդ թվերին դուք մի նայեք, ես դաժե այդ թվերով եմ ապացույցում, որ հայերը լավ էլ զգոն են, հայերը լավ էլ հետաքրքրվում են, իրանք ինչ կան ուզեցան քնծնեն, մեգա մենք հայերովս մեր բոլոլան արել ենք։ Մի հուսաթափվեք, որ արտակը սենց եղավ, ենի սենց եղավ, մակրվում ենք, ժողովուրդ ջան։ Մակրվում ենք, պրոցեսին ճիշտ նայենք, մենք բրինձը, ցորենը մաքրում ենք սկզբից, փճացածներն հանում ենք, նոր էտի շպրդում ենք, հիմա մենք ինչ հայերով անում ենք, ասու գործն ենք անում, Бог зерна отплевел, отделяет, чтоб потом очистить, հասկացաք ժողովուրդ ջան, հիմա մենք հայերովս բացահայտում ենք, իրար հետ կիսվում ենք աշխարհով մեկ, չկա չարիք առանց բարիք, իրանք մտածեցին մեզ քամուն կդան աշխարհով մեկ մեզ բնորանից կանեն, մենք դարձանք աշխարհով մեկ ռազվետչիկ, ով ինչ իմանում է, մենք դարձել ենք մի հատ մեծ կազմակերպություն, հայությունը պաշտպանելու կազմակերպություն, Աստծով ստեղծված։ Հիմա ժողովուրդ ջան, մենք բոլորս միասին այս հարցը պիտի լուծենք, հիմա սրանք 28-ին հանում է իբր թե պարադայնում, զինանշանը որ փոխել են, դա կռվի միջոց են ստեղծել, երբ որ իրանք լուրջ հարցեր են լուծում, իրանք լուրջ ինչ-որ ուշադրությունը շեղելու կաբիգություններ են ստեղծում, մարդ են սպանում, ցույցեր են անում, չգիտեմ, կռիվներ են սարքում, ուրեմն մի քանի օր առաջ հաճացել է, որ արդեն Թուրքիա, Խարս, Ախալքալակ, Բաքու, Ռոստով, Ռուսաստանն է տենց Ադրբեջանի դեմ է, այդ երկաթգիծը արդեն աշխատել են, զապուսկ են տվել, մնացել է այդ շոլկովի պուց մետաքսի ճանապարհի այս հատվածը միացնեն, Նախիջևանն ու բան, հասկացաք, Սյունիքն է, գիտեմ, որ Սյունիքը շատ կարևոր է կետ երկրագնդի վրա, երբեք թշնամու ոտը Սյունիքի վրա, Սյունիքը երբեք չի պատկանել, իրանք գիտեն, որ մենց վտանգի տակ են, իրանք գիտեն էդ է, դրա համար, այդ ճամպեն միացնելու համար, ըստ երևույթի մեր մայիսի 28-ը ուզում են սարքեն, իրանց հաղթանակի մայիսի 20, դա Աջապանյանն ասել է, չէ, Ղարախիլիսայի հաղթանակը և Սարդարապետի հաղթանակը, էդի հայերի երևակայությունն է, բա այդենց եպիսկոպոս ունենք իբր թե հայ, Վարդան Մամիկոնյանի հաղթանակն էր, դեր պետք է ուսումնասիրենք, հասկանանք, տեղի ունեցել է թե ոչ, սրանք այս բանը հանում է, այս բեմադրությունը սարքեն, եթե մենք չհասկանանք, որ Սյունիքում ճամպեն է բացում, իրանք դավուլ զուռնով իրանց հաղթանակը նշեն, եթե հանգարց մենք հասկանանք, ոտի ելնենք, իրանք այդտեղից քաղաքացիական պատերազմ գծեն, ժողովուրդ ջան, պատերազմ գծեն, ներքաշեն մեզ կռվի մեջ, եղերն անեն, այդ զինված ուժերն արդեն հարձակի մեր վրա,
Սևամորտներին քծեն մեր վրասում գայիտ անեն մեր գլխին, գետաշեն անեն մեր գլխին, մարախա անեն մեր գլխին, էլան վերջում գրեն, որ հայերն իրար գզեցին պրծանք։ Հիմա, որ իրանք չկարողանան այս ամեն ինչն անեն, ժողովուրդ ջան, հրապարակ ոչ մի հայ մի գնացեք, այդ ցուցահանդեսը ինչի զայրում արանում, որ մենք իմանանք, որ այդտեղ իրանց թուրքու ջվուդներն են մենակ։ Նայեք ինչ կարան անեն։ Իրանք լծվեն, ինչպես միշտ բոլոր ցույցերին են անում, ժողովուրդ ջան։ Սկսում են իրանք, ինիցիատիվան վերցնում են, երբ որ հայերը գալիս են լծվում են, շաշկեկը պիտի տրակցնեն, իրան գողեգող փախնում են, հայերը մնում են, շաշկեկը տրակցնում են, հայերը ցվրվում են, գալիս են միկրոֆոնները վերցնում են, շնորհակալություն, որ եկաք, հասկացաք, հիմա ուրիշ բան կարան անեն, իրանք ինիցիատիվան սկսում են, հայերը կան լծվեն, որ իրանց դեմ պայքարեն, իրանք երկրորդ օղակն է ստեղծվելու, երրորդ օղակը կարան արդեն մեր վրեն քծեն սևամորտներին, որ մենք չընկնենք ապերացի կալցո հրապարակի վրա, որ մենք իմանանք այնտեղ մենակ իրանք են հրապարակում, ժողովուրդ ջան, հայեր, հրապարակ ոտ դնել չկա, մնացածն էլ ասու գործն է, ոնց ինչ կդասավորվի, ասու գործն է լինելու, ժողովուրդ ջան, կարևորը խելացի լինեք, նայեք, այսքան ժամանակ հայերովս մենք պահել ենք մեր ազգը, որ չքաշեն քաղաքացիական պատերազմի մեջ, եղեր չկարողանան անել, այս անգամ բայց, ոչ թե выжидательная позиция будет, որ մեզ չդանք ներքաշեն ու սպանեն, մենք պիտի այս պահը ճիշտ օգտագործենք, սրանց վերջը արդեն եկել է, այս հենց պրուժինը, որ սխմում են, էլ գալիս է պահ, որ էլ սխմելու տեղ չկա, մենք էլ սխմելու տեղ չունենք, վերջում պրուժինը այս հենց սխմողին թրծնում է ետ, եկել է այս պահը, ժողովուրդ ջան, Սյունիքը այս պահն է, մենք մետաքսի ճանապարհն էլ մեր պապենական ճանապարհն է, մենք պիտի վերցնենք, մենք պիտի մեր հողերը, մեր մենց երգիրը Հայաստանը վերակայնացնենք և մեր սերունդները պիտի ապրեն, ապահով և երջանիկ, ոչ թե խաբեն, սոցիալական հեղափոխություն են անում, իրականությամբ եղերն անեն, այլ մենք պիտի մեր երգիրը վերակայնացնենք, մեր երգիրը պիտի կառավարեն հայերը, մեր երեխեքը, մեր պապերը, մեր ծնողները, մեր պապիները, տատիները պիտի ապրեն ապահով ու երջանիկ երկրում, հասկացաք, ու ոչ մեկի մտքով չանցնի հայոց գերեզմանները իրանց աննասուն ոչխարներով տրորեն վրով անցնեն, հասկացաք հայեր ջան, ոնց կլնի, ինչ կլնի, Աստվածը կորոշի, կարևորը հայեր, հրապարակ չմտնեք, որ իմանանք այդտեղ հայ չկա, կարևորն էդի է, հասկացաք ժողովուրդ ջան, քթներըց չկախեք, մենք մեր Աստված, ոչ մեկ թող չկասկածի մեր Աստծո զորության, Աստված առաջ,